մի կարճ հայտարարություն ունեմ անելու, ինչպես ասում են, արտահերթ։ Ուրեմն իմ YouTube-յան ալիքում եւ ինչպես նաեւ Facebook-յան ես միշտ մեկնաբանությունները փակ եմ պահել, բայց այս վերջերս քանի որ դիտումները մի քիչ շատացել են եւ մի քանի 100 մարդ է ավելի շատ ուրեմն բաժանորդագրվել իմ YouTube-յան էջին, ես ուրեմն փոխել եմ եւ այժմ իմ YouTube-յան ուրեմն նկարահանումների տակ, խոսակցությունների տակ կարող են մեկնաբանություններ թողել հիմնականում միմիայն այն մարդիկ, ովքեր բաժանորդագրված են իմ էջին եւ հետեւում են։ Բայց չգիտեմ ինչու, ես նկատեցի, որ նույնիսկ դրանց մեջ կան մարդիկ, գռեհիկներ, տգետներ, տխմարներ, այսինքն տիպիկ հայաստանյան կամ հայկական ժեխեր, որոնց ես անվանում եմ ժեխ, որ կարող է մտնեն գռեհիկ ինչ որ արտահայտություններ գրեն։ Իհարկե դա ոնց որ ասում են, ես միակը չեմ։ Այդ նույն բանը կարող ես տեսնել այդ մարկանց, որ իրանք իրենց հետքն են թողում, իրենց հոգեկան աշխարհի հետք, իրենց ուղեղի աշխատանքի հետն են թողում տարբեր տեսակի հայտնի մարկանց էջերում, այսինքն Նիկոլին հայհոյողների իր խումբ ունի, Ռոբերտ Քոչարյանին հայհոյողները իր խումբ ունեն եւ այլ, ասենք սենց Սերժ Սարգսյանին իրանը, Գագիկ Ծառուկյանին իրանը, այն հակառակ ճամբարից մեկը մեկին անընդհատ հայոյում է ու ինչ որ բաներ է գրում, բայց քանի որ ես ոչ մի ճամբարի չեմ պատկանում, ես ինքս լրիվ անկախ ազգայնական հայ եմ, այդպես կարելի ասել, ես զարմանում եմ, թե ինչու որոշ մարկանց դուրը չի գալիս այն ինչ որ ես գրում եմ, ու իրենց պարտ են համարում անպայման մտնեն իմեջի, ինչ որ մի բան հիմի տխմարություն գրեն։ Դրա համար կարճ մի հայտարարություն ունեմ անելու, մի խնդրանք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, ում որ ես հնարավորություն եմ ընձեռել գրելու մեկնաբանություն թողնելու իմ էջում։ Այսինքն դուք ինձ հետևորդեք, դրա համար դուք կարող եք գրել են փողոցից եկած պատական մարդը չի կարող։ Խնդրում եմ, առաջինը գրեք հայատար, մեսրոպատար, որովհետև այդպես ավելի հեշտ է, այդպես ավելի ճիշտ է։ Փորձեք գրել գրագետ, առանց տարասխալների, առանց ուղղակարական սխալների, եթե ձեր հեռախոսով չեք կարողանում գրել հայատար, խնդրեք որևէ երիտասարդի կամ նույնիսկ դպրոցական ձեր երեխաներին, թորնիկներին, իրանք ձեզ կասեն, թե ինչպես կարելի է գրել հայատար։ Շատ հանգիստ հեռախոսում կարելի ավելացնել հայկական ստեղնաշարը, ձեր սիրած լեզվով ասած կլավիատուրան, տառերը հայկական, ու ներքևում այդ ստեղնաշարի մեջ բանա գլոբուսի նկարը կա, երբ որ խփում ես այդ գլոբուսի նշանի վրա, փոխվում անգլերենից ռուսերենի, ռուսերենից անգլերենի, հայերենի, ասենց 3 քանի լեզու եք, կարող եք 10 լեզու ավելացնել հեռախոսի մեջ, ամեն անգամ այդ տառերը փոխել տարբեր լեզուներով գրել, այնպես որ հայերեն գրելը շատ հեշտ է, երեխաներին սովորացրեք, ձեզ դա կօգնեն կգրեն։ Երկրորդը, դիմեք ինձ դուքով։ Ես խնդրում եմ ձեզ, եթե ես ձեզ դիմում եմ դուքով, ես ամեն անհատի հետ, ամեն անծանոթ մարդու հետ փողոցում լինի դա վաճառողուհի, տաքսու վարորդ, հավաքարար, թե նախարար, այսօր էլ մի հատ վարչության պետի հետ եմ հանդիպել, եթե ես ինձ թույլ եմ տալիս եւ ինձ ստիպում եմ եւ այդպես է կարգը, քանի որ դիմում եմ դուքով, ես խնդրում եմ դուք էլ ինձ հետ խոսել դուքով։ Հարգալից, որովհետեւ անհարգալից խոսելով դուք դրանով ինչ եք վիրավորում, առաջերտին դուք ինքներդ ձեզ եք վիրավորում, քանի որ դա ցույց է տալիս, որ դուք անկիրթ եք, մարդկանց հետ խոսելու ձև չունեք։ Եվ երրորդը, նորից կրկնեմ մեր հայկական ժեխի համար, ուրեմն ես Նիկոլ Փաշինյանի էջը չեմ հետևում, չեմ մտնում, չեմ նայում, թե ինքը ինչ գրեց, ինչ դրեց, ինչ նկարահանեց։ Լսում եմ տարբեր հաղորդումների միջոցով, որ ինքը հեծանիվ է քշում կամ սարն է բարձրացել կամ բանա ինչ որ կարկանդակ է ուտում։ Նույնը Սերժ Սարգսյանինը, նույնը Ռոբերտ Քոչարյանինը, նույնը ում ասեմ Գագիկ Ծառուկյանինը, նույնը Սամվել Կարապետյանինը։ Ես հետևում եմ, եթե ձեզ համար շատ հետաքրքիր է։ Էդմոն Մարուկյանին, Տաթև Հայրապետյանին, ում ասեմ, Թաթուլ Հակոբյանին, Արա Պապյանին, Շանթ Հարությունյանին, Զարուհի Մուրադյանին, ցենց Տիկին Ալեքսանյանին, այսինքն այն խելացի կրթված մարկանց, որ ինձ հետաքրքիր է, թե նրանք ինչ են գրել, ինչպես են մտածում, ինչ են արտահայտվում, այս կամ այն հարցի մասին ինչ կարծիք ունեն։ Դրա համար Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինձ համար բոլորովին անհետաքրքիր են։ Դրա համար ես չեմ մտնում ու հայոյանք այնտեղ չեմ գրում։ Ես չեմ կարող հասկանամ հարգելի Made in Armenia Հայաստանում ստեղծված ժեխ իրական
եւ կեղծ անուններով, ծածկանուններով։ Ինչ կայֆա դա ձեզ տալիս, որ մտնում եք ձեզ համար անծանոթ մարդու էջը արայով, դույով, արա 40 տարի այսօր էլ ինչ որ մի տխմար էլի կանացի անուն ազգանով, արա 40 տարի այս երկրում չես եղեք է բանես գրում, այն մեկը վիրավորվել էր, որ այն Ռոմանոս Եսիմին Պետրոսյանին Պուպուլիկ էի կոչել է, Պուպուլիկ մտեք Վիկիպեդիայում գրված է, որ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը ծածկանունը Պուպուլիկ է, այդ Պուպուլիկը ոչ ես եմ գրել, հորինել ստեղծել, ոչ էլ իսրան Պուպուլիկով եմ, մի հայոյանք են իս գրել, դու Ռոմանոսին, երում է Ռոմանոսի ազգական բարեկամներից է, այնպես որ ասածս դա է, հետևեք այն մարդկանց, որ հարգում եք, սիրում եք, ու որ հետևում եք, ու որ չեք հետևում իմաստ ինչ է, դրանից ինչ հաճույք, ես հասկանում եմ մարմնի որոշ մաս մռմռում է, որ ինչ որ եթե ես ձեր սիրելի Նիկոլի մասին եմ վատ բան գրում, ճիշտ բան գրում, ձեզ համար վատը, բնական է, կամ իր թիմակիցների մասին, դա էլ գիտեմ, երեք ուզում էին ծեծեին, քիչ էր մնում, ծեծեին ճակերտավոր իմաստով, ձեր շատերի դուրը կարող է չգա, որ Ռոբերտ Քոչարյանի մասին մի ճիշտ բան գրեմ կամ մյուսի մասին, դա է, մի հետևեք, մի նայեք ժողովուրդ, մի վատեք ձեր ժամանակը, գնացեք, հետևեք ձեր սիրած հերոսների, հա, այդ նորից հետ է ուզում ասեի, էլ այսօր մեկը գրել է 40 տարի երկրում չես եղել ես իմ երկրի մասին խոսում ես, տիկիներ, տղամարդեր, քույրիկեր, ինչ էր, չգիտեմ, 40 տարվա մեջ այս երկրի համար 400 դրամի օգուտ տված կաս, որ ինձ հայոյանք ես գրում։ Ես այսօր իմ ընտանիքին, իմ զավակին, Ամերիկայի քաղաքացի որդուն տարել եմ ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր, որ ինքը իմանա, տեսնի, հիշի, ծանոթ լինի մեր պատմությանը։ Դու քո երեխային երբ ես տարել ցեղասպանության թանգարան։ Այսօր ցեղասպանության թանգարանից ես 37,000 դրամի գիրք եմ գնել։ Դու վերջին անգամ 370 դրամի գիրք գրախանութից երբ ես գնել։ Այսօր իմ տղան, իհարկե հայրիկի միջոցներից 80,000 դրամ նվիրատվություն արել ցեղասպանության թանգարանին իր եւ իր քրոջ անունից 800 դրամի նվիրատվություն որևէ միտեղ որևէ մի կազմակերպությանը Հայաստանում երբ եք արել որ հիմա եկել եք ինձ բան եք անում նախատում եք թե քանի տարի Հայաստանում եղել եմ չեմ եղել եկել եմ խոսում եմ այն մեկն էլ կասի գլուխ եմ գովում լավ եմ անում դուք էլ արեք դուք էլ գլուխ գովացեք այնց որ ես ասածս սրա մասին էր, ես ձեր էժանագին ինչ-որ մտնել, հայոյան գրել, կծել, մծել, վերջացրեք, գնացեք, ձեր Նիկոլի կայքը մտեք, ընդեղ ձեզ կբացատրեն, ձեզ մենակ կմոլորեցնեն, ձեզ միայն կխապեն, կֆռցնեն, միշև կտանեն, ձեզ կտան թուրքի բերան, ասածս այսքան էր, ամենայն բարիք բոլորիդ, Աստված պահապան ձեզ և ձեր երեխաներին մի քիչ էլ խելք, այսքանը, ստեսուն ձեզ։